Սա մառախուղ չէ, այլ աղբից առաջացած ծուխ։ Գյումրիում տպավորություն չես ստանա, որ հանրապետության երկրորդ քաղաքում ես։ Դժգոհում է գյումրեցի Օվսանան ու պատմում։ Աղբն արդեն մարդկանց տներին է մոտենում։ Գյումրիի մեծությամբ երկրորդ մուժ թաղամասում աղբն այրվում է բնակելի տարածքում։ Այրողներն էլ աղբավայրի աշխատակիցներն են։ Օվսանան պատմում է մղձավանջային այդ տեսարանը ամեն օր է աչքի առաջ։ Իսկական խոլերիայի բուն է այդ աղբը, ոչ ամառը կրնաս պատուհան բացես, նույնիսկ ձմեռը այդ գարշահոտությունը ամբողջությամբ դու կշնչես, մի հատ ահավոր տեսարան է։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրը օդից կախված է մնում։ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում ավելի քան 2 տարի քննարկվող խոշոր այդ ծրագիրը այդպես էլ չի իրագործվում։ Գյումրիում իշխանությունը բացահայտ դեմ է այդ ծրագրին, իսկ Վանաձորում ավականու նիստեր տեղի չեն ունենում։ Տարածք հատկացնելու հարցը օրակարգել չի հասնում։ Այստեղ բիզնես շահեր կան, որոնց պատճառով Հայաստանում մշտապես հետաձգվում են աղբի վերամշակման ծրագրերը, ասում է իրավապաշտպանն ու հավելում. ներդրողը գումար ունի, պատրաստ է ներդնել, բայց ավականին ծրագրերը չի հաստատում։ Աղբի վճարները ըստ իրավապաշտպանի համայնքապետարանն է հավաքագրում, գնումներ իրականացնում։ Բնականաբար իրան դա ձեռք չի տալիս, որովհետև այդտեղ ինքը լիքը տեղ կարա ուղղակի, չգիտեմ, բենզին յուրացնի, կարա ուղղակի աշխատողներ գրանցի ու այդ մարդիկ չգնան աշխատանքի։ Եվ այլ լիքը բիզնես դաշտի ներկայացուցիչներ օգտվում են։ Բնականա, որ դրա դիմաց ինչ-որ պաշտոնյաների գումարներ են տալիս։ Աղբի վերամշակման գործարանի հետ կապված Վանաձորում հանրային լսումներ են անցկացվել։ Ժամին տեղեկացնում են Վանաձորի համայնքապետարանից։ Հաջորդ արտահերթ նիստում սպասում են ավականու որոշմանը։ Ասում են, իրենք էլ են շահագրգռված, որ այն կառուցվի։ Ինչ որ մեկնաբանություններին, որ համայնքապետարանին ձեռք չի տալիս, պարզապես ծիծաղելի է, որովհետև ոնց կարող է համայնքին ձեռք չտալ իր աղբը վերամշակելու անհիմն մեղադրանքների մասով ասելու ոչինչ չունեն, որովհետև դրանք անհիմն են։ Իսկ Գյումրիի համայնքապետարանից պարզաբանում են, այն ընկերությունը, որը պատրաստ է ներդրումներ կատարել, 2 տարի առաջ է այցելել ու վերջ, որևէ հուշագիր չի կնքվել նրանց հետ։ Աղբի փայով զբաղվող մարդիկ թող գնան աղբի փայով զբաղվեն։ Գյումրու քաղաքապետարան երկրորդարիկներն է իրականացնում քաղաքի աղբահանության մաքրման հետ կապված։ Աղբի հարցը այս երկու քաղաքներում չի լուծվում ու չի լուծվում։ Մինչև քաղաքային իշխանությունները լրջորեն կզբաղվեն խնդրով, մառախուղի նմանվող աղբի ծուխը շարունակում է խեղդած պահել քաղաքացիներին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։